Ուրեմն բինարային օպցիոնները կազինո է, թե ոչ։ Բարև բոլորին, այսօր ուզում եմ պատասխանել այդ հարցին, թե բինարային օպցիոնները կազինո է, թե ոչ, քանի որ ինձ անընդհատ այդ նույն հարցն են տալի, օրվա մեջ երևի անթիվ անսահման։ Ուրեմն ստեղ մեր խնդիրը ինձ թվում է մի հատ է, քանի որ ինչ որ մեկը նայում է ինչ որ մի ռոլիկ դրսից, հա, ինչ որ բլոգերի ասած, հիմք է վերցնում ու գործից առանց հասկանալու, առանց ինչ որ տեղյակ լինելու կգա ու կտարածի այդ ամեն ինչը բոլոր նրանց մեջ, ովքեր ուզում են սկսեն կամ զբաղվում են դրանով ու չմտածելով, որ դրանով կարան ինչ-որ մեկին վնասեն, այդ վնասել ասվածը զուտ մտածելակերպով վնասել։ Ուրեմն անձամբ ես, որ հասել եմ հիմա այս կետին, այս 9 տարվա մեջ, որ հիմա արդեն ես զբաղվում եմ բինարային օպցիոններով, կարելի ասել մեծամասնությունը բինարային օպցիոններով, ես սկզբից աշխատել եմ Forex-ով, բավական երկար ժամանակ աշխատել եմ Forex-ով, հետո աշխատել եմ արբիտրաժով, այն ժամանակ դաժե ոչ ոք չգիտեր սկի արբիտրաժը իրանից ինչ է ներկայացնում, հետո զբաղվել եմ future-ով, ու էլի բավական երկար ժամանակ զբաղվել եմ future-ով, հները կհիշեն, կրիպտոֆան խումբ կար, այդ իմ խումբն ա եղել, ու բավականին լավ ռեզուլտատներ ենք ունեցել, հները կհիշեն, ովքեր եղել են իմ խմբում, կհաստատեն, որ win rate-եր ա եղել, որ շատ ուժեղ արդյունքներով, հետո եկավ ժամանակ, որ որոշեցի այդ ամեն ինչը թողեմ, փորձեմ նաև բինարային օպցիոնները։ Բինարային օպցիոնները փորձելուց հետո հասկացա, որ եթե օրինակի համար future-ում կամ forex-ում գործի մեջ դնելով օրինակի համար $100, հա, այսպես условный $100 վեկալեմ, դնենք $100, իրան ենթադրենք կարանք սպասենք շաբաթներով, որ այդ $100-ի վրա ստանանք ինչ-որ մի հատ $20, հա, ինչ-որ պլիչոյով, չեմ ուզում շատ խորանալ մանրուքների մեջ, միտքը այն է, որ այնտեղ կարանք $100 օրինակ գործի մեջ դնենք ու $20 սպասենք դաժե շաբաթով, իսկ ստեղ կարանք ընդամենը սկսած 1 րոպեով աշխատել։ Ուրեմն հիմա սա ստե ասում են, էսի կազինո է։ Ուրեմն ժողովուրդ, բա future-ը կազինո չի։ Կազինո այնքանով, որ վարկյանների մեջ միլիոնավոր դոլարներ են շարժվում, ու դու մտածում ես, որ ինչ-որ պատռներով ես աշխատում։ Բա Forex-ը կազինո չի։ Կազինո է այնքանով, որ շուկան բանկերն ու ֆոնդերն են կոնտրոլանում, լիկվիդայնությունն է կոնտրոլանում։ Բա ֆոնդովի բորսան կազինո չի։ Կազինո է այնքանով, որ մի հատ FRS-ի ինչ-որ մի հատ կոմենտարիով 1 րոպեում միլիարդ դոլարներ է մաքրվում ու գնում է։ Էդի չեղավ կազինո։ Կամ նույն կրիպտոն կազինո չի։ Կազինո այնքանով, որ մի հատ մեծ խաղացող, մի հատ օրդերով սաղին կոդրում գցում է այն կողմ։ Ուրեմն սաղ ասում են բինարկի 90% շահութաբերությունը որտեղից է գալի կամ էլի նման հարցեր։ Ըստ ինձ ոչ մեկիդ այդքան այդ պետքա չանհանգստացնի, քանի որ ձեզ պետքա հետաքրքրի, որ կազինոն այն մարդն է, ով գործարքի մեջ է մտնում էմոցիաներով, երբ որ այդ քո կնոպկեն քո ագահությունն է կոնտրոլանում, երբ որ դու չես պահում ոչ մի ռիսկ, չես պահում ոչ մի դիսցիպլինա։ Այո, համաձայն եմ, բինարային օպցիոնները շատ վտանգավոր է, 50-50 է, բայց ամեն տեսակի աշխատանքը ունի իր ռիսկերը, ունի իր մոտեցումները, ունի իր աշխատելաոճը։ Այո, համաձայն եմ, Forex-ը կամ Futures-ը մի փոքր ավելի ապահով է, զուտ նրանով, որ դու կարող ես stop դնես, բայց այնց էլ չի, որ այդ stop-ը արած է, որպեսզի դու պլյուս գնաս։ Շատերը մտածում են, որ stop դրեցին, դրանով ճիշտ են աշխատում, բայց շատ անգամ հենց այդ stop-ը արված է նրա համար, որպեսզի դու մանր քո բալանսը մինուս տաս։ Ամեն աշխատանք ունի իր նյուանսները։ Ուրեմն ստեղ ինչ ասեցի, դա զուտ անձամբ իմ կարծիքն է, թող ոչ ոք այս տեսանյութը հիմք չհամարի ու չհենվի իմ ասածների վրա, քանի որ սա զուտ իմ կարծիքն է։ Շատերն ասում են հնարավոր է բինարային օպցիոնը չթողի գումարը հանես։ Այո, համաձայն եմ, հնարավոր է չթողի, քանի որ ինքը դեցենտրալ բիրժա է համարվում։ Նույն ձևի դեցենտրալ լիքը բիրժաներ կան, որոնք աշխատում են future-ով, որոնք ունեն նաև spot-ovի տարգովլիա, բայց իրանք էլի դեցենտրալ բիրժաներ են։ Ու ոչ մի բիրժա ընդհանրապես ապահով տեղ չի։ Լյուբոյ պահի, լյուբոյ բրոկեր կարա ուղակի ակաունտը արգելափակ ու դու չկարենաս գումարդ մեջից հանես։ Ամենաապահով բանը, որը որ կարա հիմա լինի, դա խալոդնի կաշիլյոկն է։ Լյուբոյ շուկան հավաքում է քո փողերը։ Լյուբոյ շուկայում դու քոնը կհավաքես, եթե ունենաս քո կարգապահությունը։ Շուկան միշտ եղել է ու կլինի մեծ խաղացողների մանիպուլյացիա։ Ըստ ինձ ամեն ինչն էլ կազինո է, նամանավանդ 2008 թվականից հետո։ Բինարայինն էլ, Forex-ն էլ, Futures-ն էլ, կրիպտոն էլ։ Բայց երբ որ ունես սիստեմ, սառնասիրտ ես, ռիսկ ես պահում, սպասում ես ճիշտ պահին, այդ նույն կազինոն ուրիշ բան է արդեն դառնում։ Պրոստը մի մասը ասում է, այսի կազինո է, մյուս մասն էլ փող աշխատում։ Թե դու որ մասը կլնես, այդ քո որոշումն է։ Էս էլ ստե։